Տիկին Ջուլակյան, հակակոռուպցիոն կոմիտեն կադրեր հրապարակեց, ավելի ճիշտ է ձայնագրություն այն մասին, որ կոնկրետ կուսակցություն գումարի թեմայով աջակիցները խոսում են, մեկը ասում է 100,000-ը տվեցի, նրանց պետք է 2 աշտանք, բայց 100 ենք տվել, մի խոսքով հայտնի ձայնագրությունների հետ կապված ինչ կարծիք դիրքորոշում դուք ունեք։ Ես կարծում եմ, այստեղ առանձնապես տարբերվող կարծիք կամ դիրքորոշում չի կարող լինել, քան այն, որ քաղաքական ուժերը եւ առհասարակ ընտրություններին մասնակցող տեխնացուները իրավունք չունեն կատարելու հակաօրինական գործողություններից։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում կոնկրետ այս ընտրությունների շրջանակներում նախկին ընտրություններին չեմ անդրադառնում, որովհետև թիմ ընտրությունների ժամանակ եւ 21 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես արձանագրվել են կաշառք բաժանելու դեպքեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։ Այս ընտրությունների շրջանակներում մենք տեսնում ենք, որ բավականին հաճախակի են դարձել ընտրակաշառքի մասին լուրերը։ Մասին խոսք չկա, ասում է 100,000-ը տարավ հասոին տվեցի, գորինն էլ տարա տվեցի, բայց չգիտենք, ինչու բարձ չի հրապարակված, որ հասկանանք։ Եթե դուք խոսում եք հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված նյութի մասին, այն պետք է հասնեք, ես ինչ իմանամ բավարար պարզ է, թե ինչ իմանամ իրենց բովանդակությունը ոնց է որոշում։ Դուք ինչի եք դա ընտրակաշառքը համարում։ Ես կարող եմ ենթադրել, հա։ Դուք զուտ ենթադրում եք։ Ով հարգելիս, եթե մենք խոսում ենք հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մասին, հա, այնտեղ այդ հաղորդագրության մեջ ինչա նշվում կոնկրետ։ Ինչն է այդտեղ ձեզ համար անհստակ։ Դե ասում է տարա գորինն էլ տվեցի, 100,000 էր ասում 200,000 էր։ Բայց չգիտենք ինչի համար է տվել գորին։ Հիմա կոնկրետ երեկվա բանն է, որ ձեզ համար անհստակ է, դրանից 2 օր առաջ հրապարակված է, ավելի հստակ էր։ Տելևիզորի փոխարեն բանը գումարը այդ ավելի հստակ էր։ Բայց էլի չի ասում ինչի դիմաց են տալիս։ Չի ասում ինչի դիմաց են։ Այսինքն ինչի դիմաց պետք է տրված լինի։ Չգիտենք, այդ ենք ուզում հասկանալ։ Սենց էլ անորոշ վիճակ, այս իրավիճակի մասին կարծում եմ մի գեղեցիկ անեկդոտ կա, սենց էլ անորոշ վիճակ արտահայտությամբ ավարտվող Դուք կարծում եք, որ դա ընտրակաշառք է։ Այո, ես կարծում եմ, որ հիմնավոր կասկածներ կարող ենք ունենալ այն մասին, որ օրենքով արգելված գործողություններ են կատարվում, մասնավորապես ընտրակաշառք, բարեգործության արգելք, այսինքն ընտրողների ձայնի, ընտրողների կամ արտահայտության վրա ազդելու ապօրինի մեթոդներ են կիրառվում քաղաքական ուժերի կողմից, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։ Դուք հեչ մեկին տաբատ չեք գնել։ Եղել է այդպիսի բան, բայց ես կարծում եմ, որ նախ դա շատ տգեղ է եւ ոնց ասեմ, հակաբարոյական է մարդուն օգնելուց հետո այդ մասին բարձրաձայնել եւ ապա ես գիտեմ, թե դա երբ անեմ։ Բարեգործության արգելքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, ժամանակամիջոցը կոնկրետ նախատեսում է կանայք, բայց սկսած երբ ընտրությունները հայտարարվում են, իսկ մեր դեպքում դա տեղի է ունեցել սույն թվականի փետրվարի 6-ին նախագահ հրամանագիրը ստորագրվել է եւ փետրվարի 7-ից արդեն այդ հրամանագիրը ուժի մեջ է մտել, այդ բայց սկսած այդ հոդվածը քրեական օրենսգրքի այդ հոդվածը բարեգործության արգելքը կատարելու հոդվածը գործում է եւ այդ բայց սկսած չի կարելի որևէ մեկին բարեգործություն անել, խոստանալ բարեգործություն անել եւ այլն։ Ընտրակաշառք առավել եւս շալվարը գնելով սոցիալական խնդիր են այդ պահին չի կարելի հասկանալ եք։ Բոլորը կարող են գեղեցիկ փաթեթավորել այս կամ այն մարդուն օգնելը, հա, բայց դա օրենքով արգելված բան է։ Օրենքով արգելված բան է եւ կարծում եմ, որ այս առումով քաղաքական ուժերը իրենք շատ լավ գիտեն, որ իրենք դա չեն կարող անել եւ իրենց նախկինում արված հայտարարություններից եւ տարբեր գործողություններից նույնպես բխում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենք դա չեն կարող անել եւ նաեւ ես պետք է ասեմ, որ նախագահի հրամանագիրը ստորագրելուց հետո հակակոռուպցիոն կոմիտեն նույնպես հատուկ զգուշացրել է բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքական գործիչներին, որոնք հնարավոր է լինեն տեխնացուներ, հատուկ հայտարարություն է տարածել, որ քանի որ նախագահ հրամանագիրը ստորագրել ընտրությունները նշանակելու մասին, մենք տեղեկացնում ենք, որ այս օրվանից սկսած սկսել է գործել քրեական օրենքով սահմանված կանոնը բարեգործության արգելքի։ Իսկ հայտարարությունը այդ մասին տարածվել է եւ բոլոր քաղաքական ուժերի եւ բոլոր տեխնացուների համար կանխատեսելի է եղել իրենց վարքագիծը այս թվականի փետրվարի 7-ից սկսված։ Եվ հետեւաբար, երբ մենք ունենք
Քաղաքական գործիչներ, քաղաքական ուժերում ներգրաված անձինք, որոնք մարդկանց տելևիզոր են ուզում տալ, հետո էլ փոխարինում են տելևիզորը փողով, հետո էլ ասում են 100,000-ը սրան տվեցի, 200,000-ը սրան տվեցի եւ այլն, լենգուլավազ եւ բոշա եւ այլն համեմումներով դրա դա ոչ միայն հակաբարոյական է քաղաքացիների արժանապատվության ոտնահարման տեսանկյունից, այլ նաև քրեորեն պատժելի արարք է եւ այս առումով ես ողջունում եմ, որ մեր իրավապահ մարմինները եւ այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեն իրենց տեղում են եւ կատարում են իրենց Լավ, Տիկին Ջուլակյան, հայտնի է, որ ամեն դեպքում Սամվել Կարապետյանն ունի Տաշիր բարեգործական ընկերությունը, հիմնադրամը, Ծառուկյանը իր անունով Գագիկ Ծառուկյանի համար Եվ այս ընթացքում իրենք չեն կարող որևէ բարեգործություն Այդ դեպքում եթե իրենք սոցիալական ծրագրեր են իրականացնում, չգիտեմ, օրինակ մարդուն օրինակ սնունդի փաթեթ էին տալի եւ այլն կամ դա արգելված է։ Սոված մնան այդ։ Դա արգելված է քրեական օրենսգրքով եւ նաեւ քարոզչության ուժի պաշտոնական քարոզչության մեկնարկից սկսած նաեւ արգելված լինելու ընտրական օրենսգրքով։ Մենք կարող ենք բողոքել դրանից, բայց ընտրությունների ժամանակ բարեգործության տակ քողարկված ընտրակաշարքի դեմ պայքարելու այլ մեթոդ չունենք, քան այդ կանոնը օգտագործելը։ Այդ դեպքում նաև իմ քայլը հիմնադրամ կա, որ անկախ ամեն ինչից ասոցացվում է այս իշխանության հետ։ Հիմա եթե իրենք էլ կրթական ծրագրեր են անում։ Ասոցացումը նախ բավարար չէ, դրա համար պետք է հենց կոնկրետ կուսակցական Ձեր պատգամքը անդամները հոգաբարձուների խորհրդի անդամներ են, հա։ Հիմա եթե իրենք կրթական ծրագրեր են, ուսման վարձ են փոխանցում եւ այլն, հիմա այս փուլում եթե դա վճարելու ժամանակ ինչ են անելու, օրինակ Ես կարծում եմ, բայց դա իմ կարծիքն է, կարծում եմ ավելի պատկան մարմինները դրա մասին ավելի ճշգրիտ ինֆորմացիա կտրամադրեն, իմ կարծիքն այն է, որ չպետք է անել։ Տիկին Ջուլակյան, բաղնիկ վերանորոգելու հետ կապված օրինակ մարզպետին հանձնարարական տալը, որ քաղաքացու բաղնիկը, որ խնդրահարույց է, համարը վերցրեք, դա արդյոք նախընտրական շրջանում էլի խնդրահարույց չի։ Ես քանի որ այդ կոնկրետ արտահայտություն չեմ լսել, ես չեմ մեկնաբանի, ես պետք է ինքս լսեմ։ Չեք հետևում Նիկոլ Փաշինյանի լայվերին։ Ես քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ այդ պահին քալիլիս եմ լինում, լայվերին չեմ հետևում։ Առավել եւս որ հետնեք լինում, ուղիղ պետք է լսել։ Իրականում տեղում հնարավոր չէ լսել, թե կոնկրետ ինչ խոսակցություն է գնում, բայց ես պետք է ասեմ, որ վարչապետը շատ զգույշ է իր արտահայտություններում եւ ինքը մաքսիմալ կարեւորում է որևէ պարագայում ընտրական գործընթացների հետ կապված մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերել եւ որևէ կանոն չխախտել։ Տեսեք, քաղաքացին գալիս ասում է, որ լոգարանի խնդիր ունի, վարչապետը մի անգամ ասում է, որ ես չեմ ուզում դուք դա վերարտադրեք, որովհետեւ ես դա ինքս պետք է նայեմ, հասկանամ խոսակցությունը, լսեմ իմ ականջով, կոնտեքստը ըմբռնեմ, նոր կարող եմ դրան արձագանքել։ Ձեր վերարտադրությունը որևէ շաբաթ է քննարկվում է եւ դուք չեք նայում։ Ես ներողություն խնդրում, բայց ես բազմազբաղ մարդ եմ եւ բաղնիկային խոսակցությունների հետ կապված կարող է եւ բաց թողած։ Բայց Շունուշանգյալի մասին ձայնագրությունը հասցրել եք լսել այդ այո, որովհետեւ դա կարծում եմ բավականին կարեւոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող։ Ինչ եք կարծում, հեչ կարեւոր չի, որ քաղաքական ուժերից մեկը պարբերաբար հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են օբյեկտիվորեն մեկնաբանվել որպես քաղաքացիների կամ արտահայտության վրա ներգործելու ապօրինի մեթոդներ։ Ձեր իշխանությունը վախեցած է Տիկին Ջուլակյան, ասում են Կարապետյանները, ուժեղ Հայաստանն ասում, որովհետև հասել եք արդեն այնտեղ, որ բայց ես հարց ես լսեցի ձեզ, ես անհետեցություններին արձագանքելու սովորություն այնտեղ եք հասել, որ արդեն կրծքով կերակրվող երեխանի մայրիկներին եք։ Մարդիկ չպետք է կատարեն օրենքով արգելված գործողություններ, առավել եւս քրեական օրենսգրքով արգելված գործողություններ։ Եվ երբ մարդիկ կատարում են օրենքով արգելված գործողություններ եւ մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, ապա դրան պետք է հաջորդի հետևանք անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից։ Չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք եւ հղում անելով իր կրծքերին
ասի ինձ չպետք է ինդուլգենցիա չեն կրծքերը չեն կարող լինել հարգելի պարոն Կիրակոսյան ես բարեկացա ներողություն եմ խնդրում բայց չեն կարող երբեք կրծքերը եւ նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում լինեն ինդուլգենցիա քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ես ամենայն հարգանքով Դուք Սամվել Կարապետյանից վախենում եք կամ անունից նկարից Եթե դուք լսել եք Սամվել Կարապետյանի արտաբերած տեքստերը այդ թվում եւ արհեստական բանականությամբ գեներացված դա միայն կարող է առաջացնել ծիծաղ խղճահարություն եւ ոչ երբեք վախ հարգելի պարոն Կիրակոսյան կարծեմ ցանկացած ողջամիտ մարդ ով լսել է երբևէ Սամվել Կարապետյանին խոսելիս այլ բան քան խղճահարություն, երբեմն իսպանական Բայց նա տնտեսագիտության դոկտոր է։ Հենց ամբողջ ցավը դա է, որ մարդը տնտեսագիտության դոկտոր է դարձել, բայց երկու բառ կապել իրար որևէ լեզվով դժվարանում է, այսինքն նույնիսկ չեն կարող հղում անել նրան, որ գուցե երկար տարիներ ապրել է այլ երկրում եւ հայերենին վատ է տիրապետում։ Բայց գոնե դուք պետք է նրա հաղորդակցվելու հնարավորությունները կասկածի տակ չդնեք, հաշվի առնելով, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ նախկինում, երբ որ իրար հետ լավ էին հանդիպում էին, ձեր վարչապետը չի ասում, ինչպես են հաղորդակցվել։ Ես պետք է նախ հետ իրար հետ լավ էին հանդիպում էին այդ Դե նկատում եմ այս կոնֆլիկտը չկար, դա նկատում եմ։ Կոնֆլիկտի մայր չկա, հարգելի քաղաքական այդ թվում եւ քաղաքական կոնֆլիկտի մայր չկա, կա քաղաքական ուժ եւ կա անձ, որը դեսանտ է իջեցվել Հայաստանի Հանրապետություն։ Այստեղ այդ կարծում եմ բոլոր իրենց եզրակացությունները կարող են անել թե ում կողմից Չէ, լրագրությունը փաստեր է սիրում, փաստերով։ Դե, քանի որ լրագրողը մեր մեջից դուք եք, կգնաք եւ կպարզեք, թե ում կողմից է դեսանտ իջեցվել։ Ես արեցի այն հայտարարությունը, որ ես արեցի եւ հավելյալ եւ ես սովորաբար իմ արտահայտությունը անելուց փորձում եմ բառերը ընտրել ճիշտ եւ այնքան որքան որ ես ճիշտ եմ համարում այդ բառերը ասել։ Իմ միտքը տեղ հասցնելու Դուք տեսել եք ինչպես են իջեցնում դեսանտին, թե ուղղակի ցես պատմել եք։ Օթում իջնելուց Չէ, նկատի ունեմ ով է պլանավորել, ինչի համար, պայմանավորվածություններից տեղյակ եք դա նկատի ունեմ։ Քաղաքական գործիչները առհասարակ կարողանում են ոչ բոլորը իհարկե կարող են կատարել քրեական վերլուծություններ։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը օթապարիկով չի իջել, օթապարիկ էր կոչվում, հա, դա չի իմ աչքի առաջ իջել, դա չի նշանակում, որ ես չեմ կարող քաղաքական ալեգորիաներ կիրառելով միջոցով։ Ես ոչ թե ֆիզիկական իջնելը նկատում եմ, այլ որտեղ է պայմանավորված։ Վերադառնանք մեր խոսակցությանը, որովհետև ինչի ծագեց սա։ Հա, Փաշինյանի հետ ինչպես է հաղորդակցվել դրանից։ Ոչ կոնֆլիկտ այդքան կոնֆլիկտի հարց չի այդտեղ, այլ այստեղ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ սահմանադրականության պահպանման հարց է, թե ինչպես է հաղորդակցվել, ես չեմ կարող ասել, բայց ինձ դա պետք չէ, այդ ինֆորմացիան ինձ պետք չէ, որովհետեւ ես տեսնում թե նա ինչպես է հաղորդակցում ժողովրդի հետ։ Իր հանրային խոսքում այն դեպքերում, երբ չի վախենում։ Դուք ուժեղ Հայաստան չեք ուզում, Հայաստանը վաղուց արդեն ուժեղ է, եւ ուժեղ Հայաստանը առանց Կարապետյանի է։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ուժեղ Հայաստան։ Հասկանալի է։ Իսկ ուժեղ Հայաստանը արդեն իսկ արձանագրված է, բիզնեսները թողել, որովհետեւ հենց խնդիրը այն է, որ հենց խնդիրը դա է, որ մարդը որը տարբեր երկրներում ունի բիզնեսներ, դա նշանակում է նաև լծակներ իր նկատմամբ եւ ինքը չի կարող առանց օտարերկրյա ազդեցության երկիր ղեկավարել։ Բայց գուցե հանուն Հայաստանը ասում է, օքեյ, վերցրեք դրանից նա որևէ պարագայում չի կարող երկիր ղեկավարել։ Առնվազն այս ընտրական ցիկլում դրա համար նախ դեռ պետք է հրաժարվի իր 68 այլ երկրների քաղաքացիությունից։ Դե ես մի փոքր թույլ տվեք չափազանցել։ Դրանցից նախ պետք է հրաժարվի, նախ իրեն պետք է թույլ տան, որ ինքը Բայց գուցե կներեք, այս չափազանցության շրջանակում է նաև, որ ասում եք իրեն դեսանտ են իջեցրել Հայաստան։ Այդ մեկը չափազանցություն չէր, 68-ներ միայն չափազանցություն։ Նախ պետք է ինքը հրաժարվի այդ բոլոր քաղաքացիություններից, երկրորդ իրեն պետք է թույլ տան, որ ինքը հրաժարվի այդ քաղաքացիություններից, հետո ինքը պետք է գա Հայաստանի Հանրապետությունը
մշտապես բնակվի, հետո երբ որ կլրանա այս ընտրական ցիկլը 5 տարի հետո, նա հնարավորություն կունենա արդեն դիմել ներքին գործերի նախարարություն եւ ներքին գործերի նախարարությունը միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը, եթե իրեն տրամադրի տեղեկան, որ ինքը իսկապես այլ երկրի քաղաքացիություն վերջին 4 տարվա ընթացքում այլևս չի ունեցել, հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում այդ 4 տարվա ընթացքում, միայն այդ դեպքում ինքը կարող է հավակնել, ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մինչ այդ նա կարող է աշխատել միայն որպես ավականու անդամ եւ փոխնախարար գուցե սեքսի։ Տիկին Ջուլակյան, դուք այնուհանդերձ իշխանություն եք նկատի ունեմ թիմը, անհանգստացած չէր Սամվել Կարապետյանի թիմի ուժի մասնակցությամբ ընտրություններին, դրա համար էլ փոփոխություն կատարեցիք այդ անվան կիրառությունը, հա, բացառելով։ Այսինքն ուզում եք ասել, որ թիմը այնպիսի ֆանտաստիկ թիմ էր, որ գալու էր եւ ջախջախեր մեզ, բայց այդ անվան կտորը հենց դուրս եկավ, էլ չի ստացվելու, այդ անվան կտորը։ Մենք բացատրել ենք, ախր շատ երկար հիմնավորում է, նախագիծն էլ իմն էր, հիշում եք, շատ երկար հիմնավորում է, թե ինչու ենք անել։ Հայաստանի Հանրապետությունում կուսակցություններին արգելված է իրենց անվանումներում ունենալ անձնանուն։ Չէի կանում, կներեք, մի բան ասեմ։ Գործող կարգավորումներով արգելված է կուսակցություններին իրենց անվանումներում ունենալ անձնանուն։ Հետևաբար չի կարող մի խումբ կուսակցություններին թույլատրված լինել իրենց անվանման մեջ ունենալ անձնանուն։ Պատկերացրեցիք։ Եվ այս պատճառով այսինքն իրենք ներողություն, իրենց ասելուց մի քանի օր հետո դուք այդ նախագիծը մենք համապատասխանացրել ենք։ Շուտ համապատասխանեցնեիք։ Այդ ժամանակ ենք համապատասխանել։ Չէ, իրանք ասեցին, որ Սամվել Կարապետյանի հետ ուժեղ Հայաստան դաշինք, դուք ըստ էության այդ ժամանակ բացեցիք օրենքը, կարդացիք, տեսաք, որ բաց կա, բաց չկա, մի րոպե։ 22 թվականին մենք այդ փոփոխությունը կատարել էինք, այսինքն բոլոր ունեին վստահություն, որ կուսակցություններին արգելվում է, ինչպես հիմա էլ շարունակում է արգելված լինել, արգելվում է իրենց անվանումներում ունենալ անձնանուն, Այժմտրությունների ժամանակ կուսակցությունների դաշինքներին արգելվում է ունենալ իրենց անվանումներում անձնանուն եւ թիմ ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով կատարվող նույնպես արգելվում է իրենց անվանումներում ունենալ անձնանուն։ Եվ բարձրացավ, որ տեխնիկական վտիպակի պատճառով այդ մի կարգավորումը 24 թվականի դեկտեմբերին դուրս է թռել, ինչտեղ եւ հետ ենք բերել եւ շատ ճիշտ ենք արել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է լինի միասնական եւ չի կարող կանոնը կիրառվել հատվածական եւ չի կարող օրինակ կուսակցությունը մեկ կուսակցություն ունենալ արգելք իրենց անվանման մեջ ունենալ անձնանուն, իսկ մի քանի կուսակցություն արդեն այդ արգելքը չունենալ եւ օրենսդրության հարմոնիայի տեսանկյունից կարծում շատ ճիշտ քայլ ենք կատարել։ Եվ որ ասում եք Սամվել Կարապետյանը կարող է ավականու անդամ լինել կամ փոխնախարար լինել եւ դիտարկում եք իրանց։ Եթե նկատի ունեմ իր սահմանադրել իրավական կարգավիճակով։ Հա, բայց դուք այդ համանուն նախարարությունը պատրաստվում եք բացի, որտեղ դուք վստահ եք, որ իշխանության դուք եք գալու։ Իհարկե, ճիշտ եք ասում։ Ինքը եթե կարծում է, որ լավ մասնագետ, մասնավորապես տնտեսագիտության դոկտոր է, արդեն կարող է ինչ-որ մեկի մտքով անցնել նրան առաջարկել։ Դա, բայց որպես ավականու անդամ կարող է ինքը բնականաբար իր կուսակցությամբ առաջադրվել որևէ համայնքում ավականու անդամ։ Եվ Տիկին Ջուլակյան, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կանխատեսումներ է անում, եթե ինքը չընտրվի, ինչ կլինի, պատերազմ կլինեն, ինչ որ խմբի մարդկանց ծեծված հաշմանդամ դարձած է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում։ Այ դուք ձեզ պատկերացնում եք ձեր հետ ինչա լինելու, եթե հունիսի 7-ին չընտրվեք, արտագաղթի ճանապարհին, Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որտեղ եք ձեզ պատկերացնում։ Ես չեմ պատրաստվում երբևէ արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից, ես չեմ արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից մինչև հեղափոխությունը եւ բնականաբար սրանից հետո չեմ պատրաստվում արտագաղթել, բայց բնականաբար այդ մասին ես չեմ մտածում, որովհետեւ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տոնելու է հաղթանակ եւ ջախջախիչ հաղթանակ։ Դուք պատկերացնում եք, որ անկախ քաղաքական հակառակորդ լինելուց պետք է հայը հային ջախջախի։
հայը հայի մասին չի խոսքը, քաղաքական ուժերը կարող են իրար հաղթել, բայց հայ էին եւ վերջը։ դա ինչ կապ ունի։ Այսինքն Դու դու ջախել պատկերացնում, մտածում եք ծեծել եւ Բայց դուք ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ քաղաքական ալեգորիկ, այո, սա ալեգորիկ խոսք է քաղաքական։ Նկատի ունեմ հաղթել այնպես, որ իրենց շատ լուրջ պատտված կան։ Գյումրիում էլ հաղթեցիք։ Գյումրիում չենք հաղթել։ Գյումրիում մենք ունեցել ենք ձայների մեծամասնություն, բայց Այդպիսի հաղթանակը հաղթանակ է։ որոշվում է, այդպեսի հաղթանակ չլինելու իհարկե։ Կարծես Ալավերդի բազմիցս նման որ երևի։ Գյումրի Ալավերդի, Վանաձորի չլինելու, նման, իսկ ինչ խնդիր կա Վանաձորում եւ Ալավերդիում։ Դե որ Ինչ քաղաքապետին ինչ օրենք անարեցին, ինչով կալանավորեցին։ որին ինչի համար են Մամուկ կալանավորել։ Անաստանյանին։ Ինչի համար են Ինչի կալանավորել։ համար դա երկրորդ մասն է Երկրորդ մաս չէ, ներողություն, դա կալանավորվեց, երբ որ արդեն շատ քվեներ էր Չէ, հավաքել։ Դա ինչ կապ ունի ներողություն, հազար ներողություն։ Իսկ մենք ունենք ընդդիմադիր համայնքապետեր, որոնք չեն կալանավորվել իրենց քվեները հավաքյալուց հետո։ Նույնիսկ Գորիսի քաղաքապետը, որը Ինչ։ ջերմ հարաբերություններ ունի իշխանությունների հետ։ Որտեղ եք ֆիքսել այդ ջերմ հարաբերությունները։ Դե օրինակ ազգային ժողովի նախագահի ծնունդին է մասնակցում։ Հո, եւ Եվ ինչ իսկ ուրիշ քաղաքապետ գիտեք, որ ընդդիմադիր է եւ չի կալանավորվել։ Ես գիտեմ, դուք գիտեք։ Ասեք։ Կապանի քաղաքապետ օրինակ։ Հա։ Տեսել եք իրեն կալանավորված։ Որևէ մեկի ծնունդին մասնակցել է։ Չգիտեմ, ես այդ ծնունդներին չեմ մասնակցում։ Տիկին Ջուլակյան։ Բայց որ մասնակցեր կիմանայիք։ Տիկին Ջուլակյան, բայց ամեն դեպքում դուք եթե չընտրվեք, ինչ եք անելու։ Մենք կընտրվենք, պարոն Կիրակոսյան։ Դաժան է չեք ուզում պատկերացնել, թե չընտրվելու դեպքում ինչ Պատկերացնելու կլինի։ հարց չէ։ Մենք ախր շփվում ենք այս ինչքան ժամանակ։ Մենք 5 տարի շփվում ենք մեր քաղաքացիների հետ։ Վերջին շրջանում էլ ավելի ինտենսիվ ենք շփվում քաղաքացիների, որովհետև տեսնում եք ինտենսիվ մարզային այցեր ենք կատարում։ Եվ չգիտեմ դա դες դուր է գալիս, դուր չի գալիս, բայց մենք կընտրվենք բնականաբար։ Բայց գուցե պետք է սպասել ժողովրդի որոշմանը, բնականաբար այսինքն սպասել որոշել եք եք արդեն ձեր ԿՊ-ի գրասենյակում որոշել եք, որ դե դա ասեք ժողով։ Պարոն Կիրակոսյան, նախ պետք է փորձեք մի քիչ ինչ ասեմ։ Դուք բավականին պատասխանի չեք կարողանում որակյալ սադրեք։ Ես ձեզ չեմ սաղում, ես հարց եմ տալիս։ Մեր շփումները մեր քաղաքացիների հետ մեզ վստահություն են հաղորդում, որ ձեր կողմից նկարագրված սցենարը բացառված է։